Իշխանությունը մեղադրում է ձեզ, որ վերջերս Տել Ղարաբաղի մասին չեք խոսում, Արցախի մասին չեք խոսում, ինչու չեք խոսում, եթե երբ որ ասում են Քոչարյան ասում էր 21 թվականին կկարողանայի կանխել, ասում է բա հիմա ինչ ասում։ Ինձ շատ ժամանակ մեղադրում են, որ շատ եմ խոսում, բայց ես կարծում եմ, որ դուք երևի ուշադիր չեք կոնկրետ իմ եւ իմ գործընկերների ամենօրյա եւ այդ խնդիրների մեր արցախցի քույր եղբայրների խնդիրների, անձնագրային խնդիրների, կեցության իրավունքի, վերադարձի իրավունքի մասին, այսօր անգամ վերադարձի իրավունքի հարցը բանակցային սեղանին դրված չէ։ Մենք ինչ ենք ասել, նաև մեր համագումարի ժամանակ, որ Արցախի վերադարձի հարցը պետք է դրվի բանակցային սեղանին։ Դա այն իրավունքն է, որը որ պաշտպանվում է գրեթե բոլոր պետությունների կողմից, եւ դա անկալելի է բոլոր պետությունների կողմից։ Նորմալ պետությունների մասին է խոսքը, ավտորիտար պետությունների մասին չի խոսքը։ Եվ դա այդ օրակարգի մասին մենք շատ ենք խոսել։ Գրեթե ամենօրյա ռեժիմով ենք խոսել, էլ չգիտեմ, էլ ոնց պետք է խոսանք։ Հիմա էլ նորից էլի կրկնում եմ, որ արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը այս փուլում շատ իրատեսական է եւ դա մենք պետք է անընդհատ խոսենք դրա մասին եւ այս խնդիրները պետք է անպայման բարձրացնենք։ Ազատագրումը պարոն Դանիելյան, Քոչարյանը ուրեմն տեսեք Արցախի հարցի վերաբերյալ հետեւյալը կասեմ։ Արցախի էջը ուզում են փակել այս իշխանությունները։ Իրենք գիտես ոնց որ մարդուն ծանր լսեք, ուրեմն, եթե դուք նույն գործելավոճով եք ուզում խոսեք ինչ որ իշխանություններն են այդ գործելավոճով խոսում, մենք ոչ թե չէ, գիտեք իրանց ասած եք ասում թե ձեր կարծիքն է։ Ես հարցնում եմ Ղարաբաղցի Ռոբերտ Քոչարյանը, ուրեմն լսեք, Ղարաբաղցի մարդու ծննդավայրը կապ չունի, արցախցի ենք, տավուշեցի ենք, գյումրեցի ենք, թե այլ բնակավայրից ենք, դա հեչ նշանակություն չունի։ Ցանկացած հայրենասեր ղեկավար պետք է իր առջև առաջին խնդիրը դնի արցախցիների վերադարձի խնդիրը եւ իրավունքը։ Հիմա մենք չենք խոսում Արցախի իշխանությունների մասին է խոսքը, իշխանությունները չեն խոսում Արցախ վերադարձի մասին, Ադրբեջանը ֆինանսավորում է Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը, Արևմտյան Ադրբեջան գաղափարը եւ ադրբեջանցիների ստե բնակեցման հարցը։ Բանակցային սեղանի չեն դրվում մեր 100 հազարավոր հայրենակիցների վերադարձի հարցը, որը Բաքվում, Կիրովաբադում, Գանձակում, կներեք, Սումգայիթում ապրել են։ Այդ հարցերը որևէ մեկը չի դնում։ Ինքնորոշման, կներեք, վերջացնեմ ես։ Ի վերջո, ինքնորոշման իրավունքի դրույթը եռանախագահների կողմից դրվել է այդ դրույթը Միսկի խմբի եռանախագահների կողմից ազգերի ինքնորոշման իրավունքի հարցնադրվել, ճիշտ է, ուժի չկիրառման դրույթն էլ է եղել դա, բայց ամեն դեպքում այդ իրավունքը, ինքնորոշման իրավունքի դրույթը նաև Միսկի խմբի համանախագահ։ Բայց եթե կան Հայաստանում իշխանություն, որ այդ իշխանությունը հրաժարվում է ամեն ինչից, եւ հիմա այս պահին Հայաստանի Հանրապետությունը կանգնել է լրջագույն գոյաբանական խնդիրների առջև եւ այսօր մենք խնդիր ունենք Հայաստանը այսօր պահելու, որ վաղը մյուս օր 100 հազարավոր ադրբեջանցիներ չբերի ստեղ բնակեցնի։ Արդեն խոսում է Հայաստանի Հանրապետությունը կազմաքանդելու ծրագրի մասին։ Սահմանադրական փոփոխությունները, որ ասում են, ինչ էին ասում։ Ասում են, սահմանադրական փոփոխությունները կապ չունի Ալիևի պահանջների հետ։ Բա ինչ եղավ էդի։ Հիմա ինչ են անում անկախության հռչակագիրը, ես դա փոխկապակցված է։ Հայաստանի Հանրապետության լինելիության հարցը փոխկապակցված է Արցախի վերադարձի եւ վերադարձից հետո նաեւ ինքնորոշման իրավունքի ինքնորոշման վերադարձ ուրեմն անվտանգության լսեք ես ես նորից եմ կրկնում էլի հիմա այս պահի դրությամբ դուք հասկանում եք որ Արցախ վերադարձի հարցը առաջին հերթին պետք է արցախցիների վերադարձի հարցը դրվի բանակցային սեղանին եւ դրանով առաջին քայլը անելով մենք
մենք կարող ենք արցախցիներին առնվազն Արցախ վերադարձի իրավունքը այս պահի դրությամբ ամրագրել եւ դա հասկանալի եւ ընկալելի է բանակցային անվտանգության երաշխիքներով նույն Մինսկի խմբի համանախագահների երաշխիքներով հնարավոր է արցախցիների բանակցել հնարավոր է բանակցել եւ այդ բանակցային խորքը ապահովել, որպեսզի մենք կարողանանք ավելի շահեկան դիրքերում հայտնվել։ Կներեք, դե վերջացնեմ, դուք կամ լսեք կամ եթե չեք ուզում լսեք, ուրեմն ձեր իրավունքն է, ես թողեք ես իմ կարծիքը հայտնել, ամբողջ ծրագիրը այսօր մենք չենք հրապարակում, բայց մենք ունենք այդ ճանապարհային քարտեզը եւ այդ ճանապարհային քարտեզը մենք լավ հասկանում ենք, պատկերացնում ենք եւ դրա շուրջը ես կարծում եմ մենք կարողանալու ենք ապահովել այն ինչ որ մենք մտածում ենք, երազում ենք եւ պլանավորում ենք։